Կովկասյան լեռներից հարավ, Անդրկովկասում, ապրում է մի ժողովուրդ, որ կոչվում է հայ, իսկ իր երկիրը Հայաստան։ Մեր ֆիլմաշարը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը։ Մի ժողովրդի, որն ապրում է իր հայրենի հողի վրա արդեն հազարավոր տարիներ։ Մի ժողովրդի, որն առաջինը ընդունեց քրիստոնեությունը եւ այն հռչակեց պետական կրոն։ Մի ժողովրդի, որի խորհրդանիշ իր սուրբ լեռն է, Արարատը։ Նոյի աղավնին առաջինը ճախրեց Արարատ լեռան հովտում, որ հիմա կոչվում է Արարատյան դաշտավայր։ Մարդիկ այստեղ ապրել են հազարավոր տարիներ, եւ հենց այստեղ էլ, այս սուրբ լեռան հովտում, հայ ժողովուրդը կառուցել է բազմաթիվ մայրաքաղաքներ՝ Արտաշատ, Վաղարշապատ, Անի եւ վերջապես այսօրվա մայրաքաղաք՝ մեր Երևան։ Սա Երևանն է։ Այստեղից էլ սկսենք մեր պատմությունը դեպի դարերի խորքը։ Մենք ուղևորվում ենք դեպի մարդկության արշալույսը, որքան դժվարին, այնքան էլ հետաքրքիր է լինելու մեր ուղևորությունը։ Միլիոն տարի առաջ մարդը բնակվում էր այնտեղ, ուր բնական պայմաններն էին հնարավորություն տալիս։ Չէ որ մարդիկ նախ ապրել են բաց երկնքի տակ, հետո քարանձավներում, նրանց անհրաժեշտ էր պահպանվել ցրտից, ջրհեղեղներից, պայքարել վայրի գազանների դեմ, սնունդ հայթայթել։ Այս բոլոր առումներով հայկական բարձրավանդակը շատ նպաստավոր էր մարդու բնակության համար։ Արագացի կողքին նրա կրտսեր եղբայրն է, Արտին լեռը։ Հենց այստեղ էլ մեր նախնիները բնակություն են հաստատել միլիոն տարի առաջ։ Մենք քիչ բան գիտենք նրանց մասին, իսկ այն ինչ գիտենք, մեզ պատմում են քարերը։ Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպիսին էր այս տեղանքը միլիոն տարի առաջ։ Այս լեռան լանջին գտնվում էին բացօթյա կայաններ, ուր ապրում էին մարդիկ։ Այցելենք այդպիսի մի բնակավայր և լսենք քարերի պատմությունը։ Մարդկության արշալույսին մարդը քիչ էր տարբերվում իրեն շրջապատող կենդանական աշխարհից։ Այստեղ գտնված 5 հարյուրի գտածոնները վկայում են, որ մենք գտնվում ենք նախամարդու բնակավայրում։ Նրանք ապրել են մի քանի տասնյակի հասնող ոչ մեծ խմբերով, չեն ունեցել հագուստ, կերել են այն, ինչ նրանց մատչելի է եղել։ Առաջին գործիքները նախամարդը պատրաստել է փայտից, ոսկրից և քարից։ Հետագայում նաև օբսիդիանից։ Բնական է, որ փայտը դարերի ընթացքում քայքայվել է և մեզ չի հասել։ Նախնադարյան մարդն անմշակ քարի բեկորներով կտրատել է որսի միսը,
հում վիճակում կերել, հետո ըստ երևույթին տեղավորվել այս քարերի վրա և քնել։ Այս փոքրիկ քարանձավը հավանաբար ծառայել է որպես թաքստոց։ Այսպես ապրել է նախնադարյան մարդը 100 հազարավոր տարիներ։ Ժամանակները փոխվեցին, սկսվեցին սառնամանիքները։ Մարդիկ փորձեցին ցրտերից պատասպարվելու համար ավելի հարմար բնակավայրեր գտնել։ Եվ սկսեցին բնակվել փոքրիկ քարայրներում և ժայռախոռոչներում։ Այս քարը մենք գտանք նկարանումների ժամանակ։ Ես հասկանում եմ, դժվար է հավատալ երջանիկ պատահականությանը, բայց այս քարի մշակվածքը, ձևը փաստում են, որ հազարավոր տարիներ առաջ այս քարանձավը ծառայել է որպես բնակավայր։ Մարդկության պատմության մեջ կան գյուտեր, որոնք որոշակիորեն փոխեցին մարդու կյանքը։ Մարդն օգտվում էր կրակից թե կերակուր պատրաստելու, թե կենդանիների հարձակումներին դիմագրավելու և թե բնակավայրը տաքացնելու համար։ Բազմաթիվ ժողովուրդներ հազարամյակներ շարունակ ունեցել են կրակի պաշտամունք։ Նույնը եղել է նաև Հայաստանում։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեր սուրբ սրբոցի Էջմիածնի տեղում ևս եղել է կրակարան, կրակի պաշտամունքի վայր։ Առաջին զենք, որն օգտագործեց մարդը որսի ժամանակ, փայտե հաստ մահակն էր։ Այնուհետև, որպես նիզակ սկսեցին օգտագործել ծառի սրածայր ճյուղեր։ Միայն հազարամյակներ անց մարդը ստեղծեց նետն ու աղեղը, որոնք դարերի ընթացքում կատարելագործվելով դարձան բացառիկ կարևոր զենքեր։ Քարի դարում մարդը որսից բացի սկսեց զբաղվել նաև ձկնորսությամբ, քանի որ Հայաստանի ողջ տարածքում գտնվում էին բազմաթիվ լճեր ու հորդահոս գետեր, որոնք հետագայում մեծ մասամբ ցամաքեցին։ Հետագայում նախնադարյան մարդը սկսեց որսալ նաև արջ, ռնգեղջյուր և փիղ։ Ահա այդ ժամանակ մարդը մի նոր գյուտ արեց՝ ծուղակը։ Մարդիկ բնական խորը փոսերը ծածկում էին ճյուղերով ու խոտով և կենդանիներին աղմուկ աղաղակով քշում դեպի ծուղակը։ Ծուղակն ընկած կենդանուն սպանում էին քարերով և փայտերով։ Այս հնագույն փղին գիտնականներն անվանում են մամոնտ։ Տեսնում եք այս մամոնտի կմախքը։ Հավանաբար նա էլ էր ծուղակն ընկել և դարձել կերակուր։
Մենք Լեռնային Ղարաբաղում ենք, հրաշքներով հարուստ մի երկիր, որ մեզ շատ անակնկալներ է սպասում։ Աշխարհի հնագույն քարանձավ բնակավայրերից մեկը։ Թեև տանտերերը մեզ չեն հրավիրել, եւ երևի տանն էլ չեն, բայց մտնենք ներս։ Ազոխի քարանձավ։ Այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում եւ անվանվում է մոտակա գյուղի անունով։ Այստեղ մարդիկ բնակություն են հաստատել մոտավորապես 300,000 տարի առաջ։ Ես գտնվում եմ Ազոխի քարանձավի 4 դահլիճներից մեկում, ուր ինձ դիմավորեց չղջիկների ամբոխը եւ փիղ հիշեցնող այս քանդակը, որը քանդակել է ինքը բնությունը։ Ազոխի քարանձավում հայտնաբերվել են կայծքարից, կվարցից, բազալտից պատրաստված գործիքներ, ինչպես նաև կենդանիների մանրացված ոսկորներ։ 300,000 տարի առաջ այս քարանձավում ապրած մարդուն գիտնականները կոչում են նեանդերթալցի։ Մենք մոտենում ենք նոր Մարաղագյուղի։ Արցախյան մատչելի մի վայրում մեզ սպասում է հազարամյա մի քարանձավ։ Հայկական բարձրավանդակում հետագա դարերում եւս քարանձավները հանդիսացան բնակության վայր։ Նրանք շատ հարմար էին, հատկապես թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս քարանձավները բնատեղի են եղել եւ հազարամյակներ առաջ, եւ վաղ միջնադարում, եւ գրեթե մեր օրերում։ Այս անմատչելի քարանձավում հավանաբար ապրել են ճգնավորներ։ Դժվար է այսօր պատկերացնել, թե ինչպես են ամեն օր նրանք բարձրացել այս քարանձավը։ Սյունյաց աշխարհում կա մի գյուղ, որի նմանը դժվար թե գտնվի։
Շուտով կհամոզվեք ինքներդ։ Հին խնձորեսկ։ Թե երբ է այս քարանձավներում մարդը բնակություն հաստատել, ստույգ հայտնի չէ։ Այսօր դժվար է պատկերացնել, որ այստեղ մարդիկ են ապրել, երդիկներից ծուխ է բարձրացել, լսվել է մանուկների ծիծաղի ձայնը։ Գրեթե անհավատալի է, որ մի ողջ գյուղ դարեր շարունակ ապրել է այս քարանձավներում։ Անցան հազարավոր տարիներ։ Մարդը սովորեց հող մշակել, ընտանի կենդանիներ պահել, սկսեց զբաղվել խեցեգործությամբ, անմշակ խեցուց ամանեղեն պատրաստել։ Մի արհեստ, որն այնքան կարևոր դեր խաղաց նրանց կյանքում։ Հետո մարդիկ քարանձավներից դուրս եկան և սկսեցին հողակերտ տներ կառուցել։ Հետագայում նրանք կառուցեցին նաև ամրոցներ, բերդեր ու քաղաքներ։ Նախնադարյան մարդը հավատում էր, որ ինքն առաջացել է որևէ բույսից կամ կենդանուց։ Հայաստանում առավելապես տարածված է եղել կենդանու պաշտամունքը։ Ամեն տոհ իր ծագման պատմությունն ուներ։ Ամեն տոհ պաշտում էր այն կենդանուն, որին վերագրում էր իր ծագումը։ Սրանք վիշապաքարեր, որոնց հանդիպում ենք Հայաստանի տարբեր վայրերում։ Դրանք հիմնականում կապված են ջրի և պտղաբերության պաշտամունքի հետ։ Երևանի տարածքում, Երևանյան լճի հարևանությամբ, կա մի հնավայր, որ կոչվում է Շենգավիթ։ Այն հիմնադրվել է Քրիստոսի ծնունդից առաջ 4-րդ հազարամյակում։ Շենգավիթը բաղկացած է կացարանների խմբից և շրջապատված է խոշոր քարերով շարված պարսպով։ Շենգավիթի բնակիչները եղել են վարպետ խեցեգործներ և խեցիների վրա պատկերել են տարբեր զարդեր։ Այս գործերը ստեղծվել են Շենգավիթում ապրած մարդու ձեռքերով։ Ինչպես Շենգավիթի, այնպես էլ Արագածոտնի մարզի նավեր տարածքում հանդիպում ենք մի շատ հետաքրքիր երևույթի։ Հանգուցյալի հետ թաղել են ամանեղեն, զենք, նաև այծ, շուն, կով, ձի և այլ ընտանի կենդանիներ։ Թերևս նրանք մտածում էին, որ այդ ամենը պետք կգան առաջնորդին իր երկնային կյանքում։ Այս սովորությունը շարունակվել է հազարամյակներ ընդհուպ մինչև քրիստոնեությունը։ Մեծամոր գետի մոտ Տարոնիկ գյուղից ոչ հեռու հայտնաբերված այս ամրոցը կոչվեց Մեծամոր գետի անունով։
քանի որ այս հնավայրի բուն անունը հայտնի չէ։ Այս ամրոցը կառուցվել է Քրիստոսի ծնունդից առաջ 4-րդ հազարամյակում։ Այստեղ մարդը բնակվել է հազարավոր տարիներ շարունակ, մինչև ուշ միջնադար։ Մեծամորում հանդիպում ենք աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկին։ Անշուշտ այն բոլորովին նման չէ ներկայիս աստղադիտարաններին, սակայն այն է շատ ուշագրավ է, քանի որ այստեղից դիտել են երկինքը և տեսել Սիրիուսի ծագումը։ Մեծամորում հանդիպում ենք ուշագրավ մի մետաղաձուլարանի, քանի որ այն քիչ ավելի ուշ է կառուցվել, մենք նրա մասին կխոսենք մեր հաջորդ ֆիլմում։ Մենք Սիսիանի մոտ գտնվող քարահունչ հնավայրում ենք։ Տեսնում եք այս քարերը, դրանց զգալի մասը անցքեր ունեն։ Ոմանք սա համարել են անգլիական Սթոունհենջի նույնատիպ աստղադիտարանի նախատիպը։ Հավանաբար այս անցքերից դիտել են իրենց համար պաշտամունքային որևէ լուսատուի։ Այսօր դժվար է ասել, թե որ անցքով որ մոլորակն են դիտել, բայց գրեթե անորանալի փաստ է, որ մենք գտնվում ենք աշխարհի հնագույն աստղադիտարանում, իսկ որ այս տարածքը բավական հին բնակավայր է, հաստատում են նրա շուրջ գտնվող այս հին շինությունները։ Մեծածավալ քարերով առանց շաղաղի կառուցվում էին հսկա պարիսպներ, անգամ ամբողջական կառույցներ։ Հին Հունաստանում նման կառույցները վերագրել են միականի առասպելական հսկաներին, կիկլոպներին։ Այստեղից էլ առաջացել է նման շինությունների կիկլոպյան անվանումը։ Նայելով այս պատին, մեզ մնում է միայն զարմանալ, ինչպես են մարդիկ հազարավոր տարիներ առաջ այս հսկայական քարերից բնակավայրեր կառուցել։ Այս չափ մեծ քարեր հազվադեպ են հանդիպում նույնիսկ կիկլոպյան ամրոցներում,
Այս բնակավայրը մենք գտանք Կարմիր բերդում, Երևանից ոչ այնքան հեռու Զովունի գյուղի մոտ։ Այս բնակավայրի մասին մեզ հայտնի է միայն այն, որ նա կառուցվել է Քրիստոսի ծնունդից առաջ 4-րդ հազարամյակում և ունեցել է երկու կողմից խոր ձորերով շրջապատված անառիկ դիրք։ Հազարավոր տարիներ առաջ Գեղամա լեռների գրկում փայլում էր մի հրաշք լիճ, Սևանը։ Նրա կողքին կային ամրոցներ և այլ բնակավայրեր։ Այսօր այս բնակավայրը կոչվում է Լճաշեն, մոտակա գյուղի անունով։ Տեսնում եք քարերը սպիտակ են։ Դա ապացույց է, որ այս վայրերը ծածկված են եղել ջրով։ Այս ամրոցին ևս բնորոշ են եղել կիկլոպյան կառույցները։ Ցավոք, շատ քիչ բան է կանգուն մնացել։ Միայն պատերի առանձին մնացորդներ, սակայն դրանք էլ վկայում են, որ ամրոցն ունեցել է հսկայական ծավալներ։ Լսում եք քամու ձայնը։ Այս ճանապարհով այսօր միայն քամին է անցնում։ Իսկ հազարամյակներ առաջ այս հողը տնքացել է ձիերի թոփյուններից և սայլերի ճռնչից։ Լսվել են մարդկանց կանչերը ու ծիծաղը։ Այստեղ կյանք է եղել։ Իսկ այսօր, ինչպես մեր այցելած բոլոր հնավայրերում, լսվում է միայն քամու ձայն։ Հիմա մենք Լճաշենի դամբարանադաշտում ենք։ Այստեղ կատարված պեղումների ժամանակ գիտնականները շատ գտածոներ են հայտնաբերել։ Ահա այս ճանապարհով քայլել են մարդիկ հուղարկավորության ժամանակ։ Նրանք Լճաշենից շարժվել են դեպի թաղման սրահ։ Հավանաբար ճանապարհին այստեղ էլ կատարվել են ծիսական արարողություններ։ Այս սայլի մեջ դրել են առաջնորդի դին, հանդերձյալ կյանքում իրեն անհրաժեշտ իրերով և տեղափոխել թաղման սրահ։ Իդեպ Լճաշենի ամրոցում թաղման սրահները կառուցվել են մոտավորապես 3,5 տոննա կշռող ժայռաբեկորներից։ Լիճը սկսեց բարձրանալ, բարձրացավ ու ծածկեց այս շեն ամրոցը։ Մենք մոտենում ենք Ուխտասարին, որ մեզ սպասում են ժայռապատկերները։ Դժվար է այս ճանապարհով բարձրանալ ավելի քան 3000 մետր, բայց այն հրաշալիքները, որ մեզ սպասում են, հաղթահարելի են դարձնում բոլոր դժվարությունները։ Հայաստանի տարբեր վայրերում, Գեղամա լեռներում,
Ուխտասարում և այլուր գտնվում են բազմաթիվ ժայռապատկերներ։ Հնարավոր չէ ներկայացնել բոլորը, դրանք շատ են։ Ժայռապատկերներ բացառիկ արժեք ներկայացնող մի երևույթ, որն ինչ-որ չափով կարելի է համարել նախնադարյան մարդու կողմից ստեղծված պատկերագիր հանրագիտարան։ Այդ ժայռապատկերներում հանդիպում ենք ցուլի, առյուծի, վարազի և այլ կենդանիների պատկերների, կան նաև որսի տեսարաններ։ Նախնադարյան մարդու կյանքի և պաշտամունքի հետ կապված գրեթե ամեն ինչ պատկերված է այստեղ։ Բազմաթիվ երևույթներ ու առարկաներ ներկայացված են սիմվոլների տեսքով։ Ամեն մի գիծ իր խորհուրդն ունի, ամեն մի գիծ մի գաղտնիք է պարունակում։ Ինչպես նախնադարյան պատմության շատ դրվագներ, այստեղ էլ խորհրդավորություն է ու մեզ համար դեռևս անհասանելի, անթափանց մի վարագույր, որը հավանաբար երբեք չի բացվի։ Մենք ավարտեցինք Հայաստանի քարլիդարի պատմությունը։ Հաջորդ ֆիլմում մենք կպատմենք արդեն Միտանի և Հայասապետությունների, Նայերի երկրի, Վանի թագավորության և իհարկե մեր այսօրվա մայրաքաղաք Երևան, Էրեբունու պատմությունները։